Թշնամու դրոշը այրելուն ոնց եք։ Չէ, դրան կողմ չեմ, որովհետև իմաստազուրկ բան է, էլի։ Գիտեք ինչ, բաներ կա, պետքա չափի մեջ լինի, էլի։ Այրեցի հետո։ Դե ինչքան ուզում է այրես է դրոշը, հարց կլուծվի։ Դե դա վայրենությունն է, պետք չի դրոշ այրել։ Թշնամին դրոշը արդեն այրված է, այրած է։ Ինքնին այրած է, կարևոր չէ հիմա այրենք, բայց ինքնին այրած է։ Մենք Սուրիա հայրս շատ ազգային ոգի ունենք եւ թուրքերուն հետ չենք սիրել, մեր դադիկները, մեր բաբիկները արդեն նահատակված են եւ մենք այդ բաժարով դուրս ենք արդեն արտասահման ենք։ Դրոշ այրելով եթե հարց լուծվեր, շուտվանց լուծված կլիներ, հարկավոր է ուժեղանալ այդ թշնամուն իր տեղը ցույց տալ։ Ես շատ կուզեի ու իրանք հետո մեր դրոշը այրեն բանից էլի վշտից, թե ինչ օրենք իրանց գցել։ Դե իրականում այդ ոչ մի բան չի փոխում, եթե անկեղծ։ Իսկ ասեք առաջին անգամ ծիծեռնակաբերդ երբեք գնացել ու ինչ հիշողություններ ունեք։ Մանուկ հասակում, երբ որ ինձ տրամադրում էին, որ միայն կարևորը դա ցեղասպանությունն է, բայց իրականում այն ինչ եղավ մեր հետ հիմա ավելի կարևոր էր, քան ցեղասպանությունը։ Էլ եղել է ցեղասպանություն, ցավոք սրտի այսօր արդեն չենք հիշում։